Պապ, վերջապես ուզում եմ իմանամ, այդ Հելոուինը ինչ տոն է։ Հաստատ քրիստոնեության հետ կապ չունեցող ու ոչ քրիստոնեական ծագում ունեցող տոն է։ Բայց ինչի՞ց վերցրիր։ Նախ Աստվածաշնչում նման տոն չկա։ Երկրորդն էլ եթե նորմալ տոն լիներ, Սատանայի եկեղեցու հիմնադիրը շնորհակալություն չէր հայտնի բոլոր քրիստոնյաներին, ովքեր իրանց երեխաներին թույլ են տալիս այդ տոնը տոնելու։ Չէ, բայց Google-ում գրված է, որ անվնաս տոն է։ Երեխեք ջան, մենք պետքա հաշվի առնենք այն փաստը, որ այսօր պատմությունը ու իրավիճակը կարա փոխվի ազդեցիկ մարդկանց կամաճույքներով։ Այնպես որ համացանցը ու նմանատիպ աղբյուրները 100%-անոց ճշմարտության ինֆորմացիայի աղբյուր չեն, որոնց շատերը հավատում են։ Բայց այդ շորերը հագնելով ինչ վատ բան է լինում։ Ուզում եք ասեք տարբեր հորինված չարքերին ու այլանդակ կերպարներին նմանվելը նորմալ է։ Ոչ։ Այդ դեպքում ինչի որպես քրիստոնյա մարդիկ չեն հագնվում Քրիստոսի բնավորությունը։ Ինչու չենք ուզում ապրել նրա նման, ներելով, սիրելով, հանդուրժելով, բայց այլասերության ու սատանայական ամեն բան սիրով ընդունում ենք ու կատարում։ Էն էլ կուրոր է։ Հիմա կարդամ Աստվածաշնչից, տեսեք Աստված ինչ է ուզում, որ մենք հագնենք։ Հռոմեացիս 13:14-ը զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով ու մարմնի մասին մի հոգացեք, նրա ցանկությունը բավարարելու համար։ Գաղատացիս 3:27-ն ասում է. ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվել են։ Եփեսացիս 4:24-ն էլ ասում է. ու նոր մարդուն հագեք, որ Աստծո պատկերի համաձայն է ստեղծված, ճշմարտությամբ ու սրբությամբ, որ արդարությունից է։